Այս շաբաթ խորհրդարանում կձևավորվի սպառողական գների հետ կապված խորհրդարանական հանձնաժողով։ Որոշման նախագիծը այսօր կներկայացվի բյուրոյի նիստին, որից հետո ըստ կանոնակարգի հանձնաժողովի հաստատման հարցը կներկայացվի նիստին, իսկ քվոտաների որոշման հարցի շուրջ կխորի ընթացակարգային հարցերով հանձնաժողովը։ Հանձնաժողովը, որը կաշխատի 3 ամիս, կղեկավարի падգամավոր Շոթա Բերեկաշվիլին։ Իշխող թիմում ասում են, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները շուտով պետք է արտացոլվեն հասարակության վրա։ Կասկածամտորեն է տրամադրված ընդդիմությունը, որի մի մասը կարծում է, որ նույնիսկ եթե արդյունք լինի, այդ արդյունքը կարճաժամկետ կլինի։ Կառավարության աշխատակազմում արդեն հանդիպումներ են տեղի ունեցել սննդի, դեղագործական եւ նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկել են, թե որքանով է շուկայում մրցակցությունն առողջ եւ արդյոք կա գների իջեցման ռեսուրս։ Խորհրդարանը ընթացիկ նստաշրջանի շաբաթում է սկսում քննարկել բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները։ Քաղաքական կուսակցություններում սուր քննարկման թեմա է Թբիլիսիի պետական եւ տեխնիկական համալսարանների միավորումը։ Այս փոփոխություններին դեմ են նաեւ ակադեմիական անձնակազմի եւ ուսանողների մի մասը։ Իսկ իշխող թիմում պարզաբանում են, որ Թբիլիսիի պետական եւ տեխնիկական համալսարանների միավորումը առաջին հերթին ծառայում է պրոֆեսոր ուսուցիչների եւ ուսանողների շահերին ու կրթության որակի բարելավմանը։ Կրթության նախարարությունում սուտ են անվանում տարածված տեղեկությունն այն մասին, որ ակադեմիական անձնակազմի համար նախատեսվում են նոր լրացուցիչ մրցույթներ եւ ատեստավորումներ։ 3 հարցի վերաբերյալ եւս մեկ անգամ բարձրաբանում է տվել կրթության նախարարը։ Գիվի Միքանաձեն հայտարարում է, որ գործող ակադեմիական եւ վարչական անձնակազմի պահպանումը գերատեսչության համար առաջնահերթություն է։ Նախարարությունում նաեւ համոզված են, որ փոփոխությունների իրականացումից հետո ուսման որակը կբարելավվի։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական նավերը գտնվում են Իրանի մոտակայքում։ Դոնալդ Թրամփին հարց են տվել նաև Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության վերաբերյալ, որ ԱՄՆ-ի հարձակումը կարող է տարածաշրջանային պատերազմ առաջացնել։ Հուսով եմ կհասնենք համաձայնության։ Եթե համաձայնություն չկայանա, ապա կիմանանք նա ճիշտ էր թե ոչ, լրագրողներին պատասխանել է Դոնալդ Թրամփը։ Ռուսթավիում շարունակվում է վթարային բնակելի շենքերի ամրացման եւ վերականգնման գործընթացը։ Լերմոնտովի փողոցի 5-րդ շենքում աշխատանքները սկսվել են 1 ամիս առաջ, իսկ ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա հունիսին։ Նախագծով նախատեսվում է շենքի վթարային հատվածի ապամոնտաժում, նոր սարքավորումի կառուցում, ճակատային մասի ամբողջական նորացում, ջերմամեկուսացում, նոր տանիքի եւ դռների ու պատուհանների տեղադրում։ Աշխատանքների արժեքը կազմում է 800,000 լարիից ավել եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Վթարային շենքերի ամրացում վերականգնում։ Իրանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը համոզված է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության կհասնեն։ Աբբաս Արաղչիի խոսքով Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ, սակայն գործընկեր երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը նպաստում է ԱՄՆ-ի հետ արդյունավետ բանակցություններին։ Նրա խոսքով բանակցությունները պետք է վերաբերեն միայն Իրանի միջուկային ծրագրին։ Փոխարենը Իրանը պահանջում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների վերացում եւ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը շարունակելու իրավունք։ Իրանի արտգործնախարարի պարզաբանմամբ, եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի։ Աբբաս Արաղչիի խոսքով պատերազմը կլինի աղետ բոլորի համար, իսկ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաները կդառնան Իրանի ռազմական թիրախները։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ այս շաբաթ Միացյալ Արաբական Էմիրություններում կկայանա Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Զելենսկու պարզաբանմամբ նա նաև պլանավորել է հանդիպումը բանակցությունների ձևաչափը եւ այլ մանրամասներ քննարկելու համար։ Շատ բան է կախված նրանից, թե ինչի կհասնի Միացյալ Նահանգները, որպեսզի մարդիկ վստահեն եւ գործընթացին եւ արդյունքներին, նշել է Ուկրաինայի նախագահը, որը նաև արձագանքել է Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած հարձակմանը, այն անվանելով ակնհայտ հանցագործություն։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական կողմը անօդաչու սարքերով հարձակում է իրականացրել ավտոբուսի վրա, որի մեջ նստած են եղել հանքագործներ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, 16-ը վիրավորվել են։